Հիշում եք, չէ՞, Վանաձորի Դեմիրճյան 6 շենքի թիվ 7 բնակարանն է, Ղազախեցյանների հայրական տունը, որտեղից ամիսներ առաջ դատական ակտերի հարկադիր կատարողները վտարեցին ընտանիքին։ Կես տարի անց Ղազախեցյանները նույն այդ բնակարանում նորամուտ են տոնում։ Այն ժամանակ պարզապես երազանք թվացող իրողությունը պսակվեց հաջողությամբ։ Գուգարած թեմի ձեռք մեկնիր եղբորդ ծրագրի պետական ու հասարակական կառույցների գործուն մասնակցության շնորհիվ հանգանակված գումարով հետ գնվեց բնակարանը, ուր եւ տնօրնեքի արարողություն էր։ Ապրես Աստված բաբան Աստված եւ սրբեցի հատ ջուրը եւ տունը այս նշանա։ Ուրախ են Ղազախեցյանները։ Պակաս չէր նաև նրանց ոգևորությունը, ովքեր մեծ կամ փոքր, նյութական կամ բարոյական իրենց նպաստը բերեցին լուսավոր այս գաղափարի իրագործմանը։ Անհրաժեշտ գումարը բառացիորեն կոպեկ առ կոպեկ է հավաքվել։ Բոլորն են մասնակցել նվիրական այս գործին։ Գումարը հանգանակված է Վանաձորաբնակ մեր հայրենագիստների մասնակցությամբ, հանգանակությամբ։ Մեծ գումար է հատկացրել այս բնակարանի քննման հարցում մեր հարգարժան ավագանու անդամ Արգադի Փելեշյանը, ով 3000 ամերիկյան դոլարի մասնակցությունը ցուցաբերել է, իսկ ընդհանուր հավաքագրվել է 6000 ամերիկյան գումար։ Մենք ձեռք ենք բերել այս բնակարանը։ Իրենք Ղազախեցյաններն էլ են ներգրավվել պայմանական արժողությամբ կտրոնների վաճառքի գործում։ Ուստի զարմանալի չէ Նունե Ղազախեցյանի երազանքը, երբ մեծանա, գումար է վաստակելու եւ փոխանցելու այն ընտանիքին, որ իրենց պես բնակարանի կարիք կունենա։ Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը։ Մինչև հայը Հայաստանում հզոր չլինի, մինչև հայը Հայաստանում բարեկեցիկ չլինի, հանրապետությունը չի կարող զորավոր լինել։ Ուրեմն հանրապետության զորությունը կազմված է կամ առաջանում է ժողովրդի հզորությունից։ Ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստանի հանրապետություն, ուժեղ հայ ժողովուրդ։ Այս գիտակցությամբ ենք առաջնորդվել եւ այս գիտակցությամբ է որ հավաքվել է հանգանակությունը։ Պատմական ընթացքում ընդամենը ես անգամ նշեցի, որ ընդամենը 10 տուն ենք արդեն գնել, բայց այդ ընդամենը 10-ը հարաբերական իմաստով թիվը փոքր է, բայց այն հոգին, այն զգացողությունը, այն աշխատանքը, որ ներդրվել է դրա տակ, շատ ավելի մեծ է, քան իրականում պատկերացնելի է։ Բոլոր հասարակական կազմակերպություններին, բոլոր անհատներին, բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին հանգանակությանը, բոլոր նրանց, ովքեր չմասնակցեցին հանգանակությանը, բայց իրանց բարի խորհուրդներով հույս տվեցին այս ընտանիքին, որ կան մարդիկ, կան անհատներ, կա կազմակերպություններ, որ կանգնած են իրենց կողքին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորին։ Սրբազան ջան, աշխարհի չափ գոհ եմ։ Դες համար շնորհակալություն քիչ է։ Դա քիչ է, բայց դե ասվի։ Ու հիմա այդ Հայաստանն տեսնում եմ, ոգևորված այդ հրաշքերի Հայաստանն տեսնում, տարբերություն տեսնում եմ, ու այդ հայացքի համար շնորհակալություն ձեզ, անձամբ եւ պարոն Փելեշյանին։ Աստված ձեզ երկար տարվա կյանք տա, առողջություն տա, հաջողություն, որ կանոնակել բոլորին ամեն ինչին, նորից նոր ուժով, ավելի մեծ ծավալով անեք այդ գործը։ Հայ ընտանիքը միշտ պետք է հնարավորություն ունենա իր հյուրերին հացով պատվելու, իսկ երբ սուրբ նպատակն իրականություն է դարձել, մատուցված մատաղն էլ Աստծո կողմից ընդունելի լինելու խնդրանքն էլ է բնական։ Շնորհավորել հարկավոր է ոչ միայն այս ընտանիքին, այլև բոլոր վանաձորցիներին, որոնց միաբանության ու համերաշխության շնորհիվ այս ընտանիքը վերագտավ ապագայի հանդեպ հավատը։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։